Եկող տարի նախատեսում են դպրոցների 26 գործուղված տնօրեն ունենալ։ Կրթական գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը։ Գործուղումը կիրականացվի, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, տեղը չի համալրվել կամ տնօրենն ազատվել է աշխատանքից։ Կրթության փորձագետի կարծիքով այսպիսով գերատեսչությունը հետ քայլ է անում, փորձում շտկել իր սխալներն ու բաց թողումները։ Մենք ինչ-որ բան փոխում ենք, հետո այդ փոփոխությունը ստեղծում է նոր խնդիրներ, փորձում ենք դա կարգավորենք, հետո նոր խնդիրներ, եւ այսպես անընդհատ ինքը կծիկի պես գլորվում է։ Ցավոք սրտի մենք հիմա հասանք մի իրավիճակի, որ ունենք դպրոցներ, որտեղ արդեն երկար ժամանակ տարիներով տնօրեն չկա, եւ հիմա փորձ է արվում այս նոր ծրագրի միջոցով այդ բացը լրացնել։ Գործուղվել կարող են այն հավակնորդները, որոնք ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ, կամ կառավարության սահմանած կարգով ստացել են որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն եւ հաղթահարել են հարցազրույցի փուլը, ստացել են կրթության կառավարում եւ առաջնորդություն վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական։ Փորձագետը սակայն տնօրենների ընտրության հարցում խտրական վերաբերմունք է տեսնում։ Մենք անբավարար ենք նշանակում մի տնօրենի, որը ոչ մի վերապատրաստում չի անցել կամ տեխնացուի, եւ ինքը ծախողում է, իր փոխարեն ուղարկում ենք մեկին, որը միջազգային կազմակերպության գումարներով ամիսներով վերապատրաստվել է։ Պատկերացրեք X գյուղում ապրող տնօրեն է եւ իր ծրագրերը մերժում են 3 անգամ, բայց մեկը, որ ապրում է Երևանում եւ արտոնյալ ձևով մասնակցել է այդ ծրագրին, հիմա ինքը գալիս է գյուղ եւ դուրս է մղում տեղացի տեխնացուին։ Գործուղվող տնօրենին 138.300 դրամ լրավճար կտան 5 տարի ժամկետով, եւ չնայած տնօրենների գործուղման համակարգը աշխարհի որոշ երկրներում կա, այդուհանդերձ կրթության փորձագետը այս մեթոդը մեր դեպքում անարդյունավետ է համարում։ Եթե գործուղվում է հեռավոր մարզ իր բնակավայրից հեռու մի տեղ, իհարկե դա այդքան էլ մեծ գումար չի եւ այստեղ հարց է, թե ասենք արդյոք մարդիկ պատրաստ են այդպիսի գործողումների, որովհետև այդքան էլ հեշտ չի այդ գյուղից գյուղ գնալը։ Այս մոդելը օրինակ տնօրենների գործողման Սինգապուրում կիրառվում է, բայց Սինգապուրը ինքը քաղաք պետության պես մի երկիր է, որտեղ այդպիսի խնդիրներ չկան, հեռավորություն եւ այլն։ Խաչատրյանի կարծիքով պետբյուջեից դուրս գրվող ահռելի գումարները կարելի է արդյունավետ տնօրինել։ Անհեթեթ է համարում նաև շուրջ 1400 դպրոցում վարչատնտեսական համակարգողների համար հատկացվող գումարը, որը գրեթե տնօրենի աշխատավարձին հավասար է վարձատրվում։ Եվ ուրեմն ո՞րն է այս արհեստական խառնաշփոթի նպատակը, փորձագետը չունի պատասխանը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։